Ողջույն սիրելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում, Գարեգին Նժդեհ փողոցում եւ ուսումնասիրելով քաղաքացիների բողոքները, ահազանգերը հետաքննելով եկանք այն եզրակացության, որ հերթական անգամ ԿՊ-ն մեր մայրաքաղաքի բյուջեն մսխում է, երևի թե խնամի ծանոթ քավոր սանիկական հարաբերություններում գումարներ լվանալու նպատակով։ Արձանագրում ենք, որ 2025 թվականին քաղաքացիական պայմանագիրը Հանրապետության եւ իրենց կուլիսային գործիք հանրային ձայնի հետ, ովքեր հայհոյանքների շնորհիվ եկան դարձան հավաքանու անդամ, սակայն ամեն ինչ անում են, որպեսզի երևանցիների համար կյանքը թանկանա եւ ավելի դժվարանա, արձանագրում ենք այս պատկերը, որ 25 թվականին սրանք մեր բյուջեից, քաղաքային բյուջեից Գարեգին Նժդեհ փողոցի եւ Բագրատունյաց փողոցի սալիկապատման աշխատանքներն իրականացնելու նպատակով հատկացրել են 3.420.000 դրամ, սակայն ինչպես գիտենք ձմռանը անկանխատեսելի ձյուն է եկել եւ ստիպված են եղել աղ ու ավազի աննախադեպ քանակ հեղեղել երևի թե ասֆալտին, այս սալիկապատված հատվածում եւ քաղաքացիները, բնակիչները ահազանգում են, որ ունենք այս խայտառակ պատկերը։ Խնդրեմ համեցեք։ Ահա այս աշխատանքների համար սալիկապատման նման աշխատանքների համար հատկացվել է 3.420.000 դրամ։ Սա բակ է, բազմաբնակարան շենքի բակ է, որտեղ աղբահանություն, սան մաքրում ընդհանրապես չի իրականացվել, տեսնում ենք աղբը, կեղտոտվածությունը, բայց անդրադառնալով մեր խնդրին, կրկին անգամ արձանագրում ենք հետևյալ պատկերը, որ քաղաքացիական պայմանագիրը բյուջեից հատկացնելով այդ 3.420.000 դրամը չի արձանագրել այն հետևանքը, այն արդյունքը ավելի ճիշտ, չի ունեցել այն արդյունքը, որի համար մսխվել են այդ ահռելի գումարները համայնքային բյուջեից։ Խնդրեմ։ Ավազը դեռ մաքրված չէ, ասում են աղը շատ ենք լցրել, դրա համար է քայքայվել եւ քանդվել։ Խնդրեմ, ահա այսպիսին է։ Մոտիկից երևի ավելի տեսանելի կլինի, թե ինչ վիճակում է, ընդամենը 1-2 ամիս ավարտին հասցված եւ քաղաքացիների շահագործմանը ուղղված, նպատակաուղղված սալիկները։ Ամբողջովին քայքայված են սալիկները, լիովին քայքայված են։ Այս սա նշանակում է, որ բյուջեից պետք է կրկին անգամ գումարներ մսխվեն, ասել է, թե գումարներ լվացվեն, որպեսզի արված աշխատանքը բերվի հավուր պատշաճ տեսքի։ Ահա նման խայտառակ իրավիճակ ենք արձանագրում Շենգավիթ վարչական շրջանում, հենց Գարեգին Նժդեհ փողոցում, որը ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում Թաղապետարանից։ Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում քաղաքային բյուջեի բոլոր ծախսերը եւ վերահսկողական մեր լիազորությունների շրջանակում փորձում ենք հասկանալ, թե ինչպես են մսխվում հերոս հարկատուների հատկացված գումարները քաղաքային բյուջեն մսխելիս։ Եղեք հետևողական, եղեք պահանջատեր եւ որևէ քաղաքացիական պայմանագիր կլինի հանրապետություն, կլինի թե հանրային ձայն կլինի, որևէ մեկը իրավունք չունի մսխելու մեր յուրաքանչյուրի գրպանից գոյացած բյուջեի գումարները, իրենց քավոր սանիկներին լավություններ անեն եւ հետո էլ հաթաթաներ տան, թե մեզ ընտրեք։ Խնդրեմ, սա էլ այս հատվածում։ Նորից քայքայված, հեռացված են։ Սա քաղաքացիական պայմանագիր, հանրապետություն եւ հայհոյանքի շնորհիվ ավականու անդամ դարձած հանրային ձայնի պատկերն է մեր մայրաքաղաքում։ Սրանք պետք է մերժվեն, պետք է ընդհանրապես հեռանան քաղաքային իշխանությունից եւ մեր երկրի իշխանությունից։ Խնդրեմ այս հատվածում էլ ցույց տամ եւ ձեր ժամանակը ավելի շատ չզբաղեցնեմ։ Սա այդ պատկերն է։
ասում են աղն ու ավազը շատ ենք շահ տվել, այնպես շահ տայիք, այնպիսի հարաբերակցություն օգտագործեիք, որ ձեր այս անորակ սալիկները չքայքայվեին։ Միգուցե աշխատանքները վերահսկող լիներ եւ վերահսկեիք ու տեսնեիք, որ չի կարելի գումարները մսխել, այ եթե յուրաքանչյուրի տանը նման աշխատանք իրականացվեր, արդյոք իրենք իրենց գրպանից կհատկացնեին նման անորակ աշխատանքների համար միլիոնավոր գումարներ։ Այսքանը բոլորիդ լավ օր եմ մաղթում, եղեք հետևողական։